Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնքահայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 25-ն է 2026 թվական։ Հայաստանի վերաբերող թեմաներին նայենք, որը նաև ընտրությունների առաջ ինչպիսի մթնոլորտ է տիրում, եւ տամ մեր գնահատականը։ Արտառոստն ինչ էր, որ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ինչ է ասում։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ մեր բոլոր տնտեսական ծրագրերն անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Սամվել Կարապետյանը հավելել է, որ որքան էլ տնտեսությունը զարգացնեն, եթե երկրի գլխավոր խնդիրը չեն լուծում, մնացածն արժեք չի ունենա։ Ինչն է այստեղ կարևոր։ Քաղաքական process-ի մեջ մտնելուց թմբկահարեցին, ամեն ինչ ասեցին, ժողովրդին գայթակղեցին, ստեղծելու են 300,000 աշխատատեղ, փոքր բիզնեսի հարկերը զրոյացնելու ենք, դեղերը 20%-ով իջեցնելու ենք, գործարաններ ենք բացելու եւ այլ։ Եվ շատ-շատերը գայթակղվեցին դրանով եւ ասին այո, հենց ուզում ենք ինքը լի, ինքը դա կանի։ Ակնհայտորեն դա չէր համապատասխանում իրականությանը եւ չի համապատասխանում նաեւ հիմա, որովհետեւ կառավարությունը տիրապետում է միայն պետական բյուջեի փողերը։ Կառավարությունը չի կարող մասնավորի անունից խոստանալ, որ կստեղծի 300,000 աշխատատեղ կամ կբացի գործարաններ, կամ կիջացնի հարկերը կզորոյացնի, կամ եթե չէ դեղերի գները կիջեցնի, որովհետև այդ ամենը անելու համար դու պետք է անես բյուջեի հնարավորություններով, ունես այսքան արտաքին պարտք, ունես այսքան մուտք եւ ունես այսպիսի հնարավորություններ տնտեսությունը զարգացնելու, ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր, հարկաբյուջետային դրամավարկային արդյունավետ քաղաքականություն վարելու եւ այլ։ Բայց երբ որ դու ասում ես, որ դա անում է Տաշիր գրուպը, դա արդեն օրենքի խախտում է, որտեղ դու չես կարող մասնավոր ընկերության անունից խոստանալ, որ եթե ես գամ դառնամ վարչապետ, ես այս բաներն անելու եմ, որովհետև դա կա շահերի բախում։ Եթե նույնիսկ դու սեփականատեր ես դառնում ես կառավարության անդամ կամ падգամավոր, դու պետք է կառավարման հանձնես քո սեփականությունը եւ այլևս նրա տնտեսական գործունեությանը չխառնվես։ Եթե որևէ մեկը խոստանում է մասնավոր ընկերության անունից ներդրում, վաղ այդ մասնավոր ընկերությունը կարող է ասի, գիտեք հիմա նպատակահարմար չենք գտնում այս 5 տարին Հայաստանում ներդրում անել, ումից եք պահանջելու դա։ Խոստացել է մեկը, մերժում է մյուսը։ Դա ակնհայտ է։ Ես սրա վրա մարդկանց թյուրիմացության մեջ գցելով առաջ են գնացել։ Իսկ հիմա ասում են, այդ ինչ որ խոստացել ենք, ոչ մի նշանակություն չունի, եթե մենք չկարողանանք կանխել ադրբեջանցիները գալու Հայաստան։ Իսկ դրա համար պետք է դառնալ իշխանություն։ Այսինքն խոսքը վերաբերում է, եթե գալիս ես իշխանության, ունես վարչական լծակներ, դու կարող ես այդ հարցը կանխել։ Տնենք մի կողմ, դա իրատեսական է թե չէ 300,000 ադրբեջանցիների հետ կապված Ադրբեջանը անընդհատ խոսում է, այդ հարցը փակված չի, բայց այդ հարցը դարձնել առիթ, որ ասել, քանի այս հարցը չենք լուծել, այն ինչ որ խոստացել ենք ոչինչ չի լինելու, բայց դրա համար երբ որ մարդկանց հետ մենք էլ ենք շփվում, չէ, ասում են գալիս են գեղեցիկ բաներ են խոստանում, ձեր տանիքը կվերանորոգեն, այս կանեն, լավ տեսեք երկրի վիճակը ինչ է։ Ամեն գյուղ գնում են ասում են, այս կանենք, այն կանենք, մենք էլ ենք գնում այդտեղ հանդիպում ենք մարդկանց հետ, տեսնում եք ինչ հարցը կարելի է տեղում լուծել, բայց ինչ ավելի գլոբալ խնդիր է լուծում, որպեսզի ունենանք ժամանակակից գյուղ, այսպիսին եվրոպական ստանդարտների, որը նրանց համար ուղղակի սովորական երևույթ է։ Ոչ թե անգնանք ասենք, այ կգանք այս բանը քեզ համար կանենք։ Տանիքի հարցը լուծում ես ամբողջ երկրի, որի արդյունքում այդ 21-րդ դարին հարիր գյուղական բնակավայրեր ես ունենում։ Այլ ոչ թե ասում ես մի հատ գամ ձեր տանիքը վերանորոգեմ, դուք էլ ինձ ձայն տվեք։
թեպետ փոքր հարցերն էլ կարևոր են ու պետք է լուծվեն։ Իսկ հիմա մենք հասկանում ենք, որ դե ժողովուրդ ջան, գիտեք ինչ ա կատարում։ Գլոբալ հարցը չլուծենք, էլ ինչի մասին ա խոսքը։ Բա մեռանք ասելով ժողովուրդ ջան, գլոբալ հարցը վերեք լուծենք։ Չենք կարող լինել ԵԱՏՄ-ի կազմի մեջ, չենք կարող լինել հապկում թեկուզ սառեցված, եւ որի պարագայում մենք ունենանք այնպիսի զարգացում, ժողովրդավարության, մարդու իրավունքների հիմնարար ազատություններ, դրան էլ գումարած լավ մի հատ էլ տնտեսական այնպիսի զարգացում ունենանք, երբ որ մեր ապրանքը մրցունակ չի, անգամ միայն ռուսական շուկայում պետք է վաճառվի, Ռուսաստանը երբ ցանկանա սանկցիա է կիրառելու, որտեղ մենք ուրիշ ճար չունենք, որպեսի դա ուրիշ տեղ ուղարկենք։ Քանի անգամ լսած կլեք ինձանից այդ մասին։ Հիմա է Ռուսաստանը սանկցիա կիրառում ես մի երկու օրը։ Դրանից առաջ ամիսներով, տարիներով նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, չեն լսել։ Հիմա դուք լսեցիք եւ հասկացաք, թե ինչին է դա վերաբերվում։ Այսինքն, այն ինչ որ խոստացել ենք, այդ ամեն ինչը հնարավոր չի, եթե չգանք իշխանության եւ կանխենք այն մյուս հարցը։ Բա դուք դրանով էիք մարդկանց գայթակղել, հո չեք մոռացել։ Ամբողջ երկիրը ողողել էիք ձեր պալակատներով 300,000 աշխատատեղ, չգիտես ինչ, տեղեր, մյուս։ Մարդիկ էլ ասում են, դե տեսեք, իրանք sense բաներ են խոստանում։ Այդ դրա համար էլ մենք էլ դե ինչ անենք, դրան ենք գայթակղվում։ Պետությունը աշխատատեղ է ստեղծում։ Պետությունը որ ստեղծի աշխատատեղ, բյուջեից վճարվող աշխատատեղ, առնվազն տարօրինակ է։ Եթե դու արդյունավետ կառավարիչ լինես, արդար կառավարիչ լինես, պետությունը հիմա աշխատատեղ չպետք է ստեղծի բյուջեի հաշվին։ Դա նշանակում է պետք է ստեղծի իրան ծանոթներին տեղավորի, արդար կառավարիչը տես բան չի անում։ Արդյունավետ կառավարիչն էլ հիմա առաջավոր տեխնոլոգիայի պարագայում չպետք է դնի աշխատատեղ ավելացնի։ Եթե դա ստեղծելու է մասնավորը ոնց ես խոստանում պետության անունից, եթե վարչապետ լնես։ Շատ չեմ ուզում խորանալ, դա իրանց խնդիրն է, ամենակարևորը դուք հասկացաք, որ ասել այդ ամեն ինչը ինչ ասել են կեթե չի։ Այդ ամեն ինչը չի լինի կոնկրետ քաղաքական լուրջ հարց լուծելու, որի համար պետք է գալ իշխանության։ Դա ենք ասում, բա դրամ էլ մրցապայքար է, եկել ենք ասում են, որ քաղաքական լուծումների համար դուք բացարձակապես տեղյակ չեք քաղաքականությունից։ Հիմա նոր հասկացաք այն ինչ որ ասում էինք, որ ժողովուրդ ջան, դուք այդ ձեր թեման չի։ Այն ինչ որ խոստանում եք, չեք կարող անեք որպես կառավարություն։ Իսկ եթե դուք ասում եք կարևորը քաղաքական գալ իշխանության էս անել, քաղաքական process-ի մեջ է դուք նոր մտած մարդիկ եք։ Բացարձակ ոչ մի բանից տեղյակ։ Ստեյից ընդերից մարդիկ հավաքած։ Իսկ այս ձևով գնում ենք բախման, որ բախման չգնայինք էլի ոչ, կասենք դե լավ մարդիկ են խոսում են։ Այսօր օրը մի ձայնագրություն ա ջերի երես դուրս գալիս։ Ռուսաստանից ասել են, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, հեղաշրջում են կանելու։ Հարցանաչի մի մասը սարքած, մի մասը իրականություն։ Դուք չգիտեք, որ հողա նախապատրաստված երկրում ցնցումների ու բախումների։ Այդ ինչ եք խոստանում։ Նոր հասկացաք, հա, որ դեղերի 20%-ի չեցումը չի հարցը, այսօր երկիրը բախման եք տանում, երկուսով իրար հետ, չգիտեք, սրտիկ ցույց տվողը չգիտի, որ հիմա բախման է տանում, դիտավորյալ է տանում, դա ենք ասում, հիմա նույնը բաները շարունակենք, հետո էլ ասենք, Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյան։ Մի քանի տեղ ասֆալտ արել են, բայց մի քանի տեղ ասֆալտ անելով մի 10,000 դրամով արժի երկրի ղեկավար ընտրել։ Մենք ասֆալտ չենք ընտրում, երկրի առաջնորդ ենք ընտրում։ Վայ, փառք ասու։ Փառք ասու, իմացաք, որ գնալու ես ծրագրով, գաղափարներով, հայեցակարգով։ Ոչ թե գնալու ես ասես եկել ենք հարկատույների հաշվին ասֆալտ ենք փռել։ Բա նույն բանն էլ դուք եք խոստանում, նրանցից ինչով եք տարբերվում։ Հիմա հասկացաք, որ դա արդյունավետ չի։ Հիմա հասկացաք, որ ժողովուրդը գլխի հանգե, որ դուք բախման եք տանում երկու կողմով։ Մենակ ռուսամետները չէ։ Նիկոլ Փաշինյանը լավ էլ սրում է, որ բախման տանի։ Ու այս ձայնագրություններն էլ հանում, որ ասում է սրանց իշխանություն հանձնենք, սրանք ուզում են երկիրը գրավեն, վերցնեն։ Ինչ իշխանություն հանձնել։ Չեք հասկանում, որ հողա նախապատրաստվում։ Բանանակ էլ այնքան չէին հասկանում, մեռանք ասելով, եթե դուք եք դուրս գալու առաջիկից իշխանության դեմ, ամեն ինչ անելու եք, որ այլ ընտրանք չստեղծվի, իշխանությունը ձեր վրա կոմպրոմատ ունենալով ընտրության արդյունքները չի ճանաչելու։ Պետք է լի ժողովրդին էլ փողոցը հանելու։ Այս այն իշխանությունն է, որ ասեց կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չունենա։ Այսինքն թող Հայաստանը վերանա, բայց ես դե վարչապետ լինեմ։
Այն ժամանակ դեռ վարչապետի աթոռին նստած չէր։ Հիմա 8 տարի նստել է, դուք գիտեք, իրան այդ աթոռից կարակ փոքեք։ Ինքը եթե փողոցում քայլում էլ է, ինքը այդ աթոռին գամված է, ժողովուրդ ջան։ Դուք դրամը մի խաբվեք։ Եթե ինքը ավտոբուսով գնում էլ է, ինքը այդ աթոռին գամված է։ Կռիվ կտա, կյանք կդնի այդ աթոռին շարունակելու նստելու համար։ Դուք չգիտեք։ Միակ լուծում կար, որպեսզի ընտրությունը կասկածի տակ չդնեին։ Եթե մեր կարգի կուսակցությունը մասնակցելով ընտրություններին, բավարար չափով ձայն ստանալով պետք է մեր վրա կասկածեր, որ մենք ընտրակեղծիք ենք արել, ինչի մենք վարչական ռեսուրս ունենք, որ ընտրակեղծիք անենք, ինչի մենք ֆինանսական ռեսուրս ունենք, որ ընտրակեղծիք անենք, հանձնաժողովի անդամները սա ձերոնք են։ Մենք ինչ ենք անելու։ Այսինքն մեր թիվը պետք է լիներ իրական, բավավ էր ասելու ընտրությունը կեղծված է։ Ո՞նց է ընտրությունը կեղծված, եթե մենք ստացել ենք այսքան ձը, այդքանը անգամ չհասկացաք։ Անուղեղի պես փորձեցիք դեմներս փակեք։ Մի օր մեկը ասի սրան են ծախված, մի օր մեկը ասի նրան են։ Հետո ինչ շահեցիք հիմա։ Փաստի առաջ կանգնեցիք, որ հիմա գնալու եք բախման։ Ու դրա համար այս երկու բանել ասեմ, նույնիսկ կշարունակեմ։ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են. մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նորմալ հարաբերություն ունենալը նույնիսկ չի քննարկում, թե դա ինչքան կարևոր է։ Ասել, որ սա նախընտրական աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, մենք տեսել ենք, որ Դոնալդ Տրամպը ում աջակցում է, այդքան էլ լավ չի ստացվում իր մոտ։ Բայց տվյալ պարագայում այս լարված իրավիճակում, որ դա վերագրեն որպես աջակցություն, այդ էլ գործին չի օգնելու։ Առավել ևս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ամերիկայի նախագահի անունից էլ եթե փորձի ասի, որ մենք սատարում ենք Նիկոլ Փաշինյանին, դա ունենում է հակառակ էֆեկտ։ Եթե ասում են միջամտություն չի կարելի ոչ մի տեղից, նույնիսկ բարեկամ Ֆրանսիայից, որը կանգնեց Մակրոնը ասեց, որ այո, սատարում ենք 8 տարի մոտ ենք եւ այլ եւ այլ։ Որովհետեւ եթե Ֆրանսիան ու Հայաստանը բարեկամ են, դա հրաշալի է։ Եթե հերացող նախագահ Մակրոնը, որը իր երկրում ունի շատ լուրջ խնդիրներ, արտաքին քաղաքական հարցերում ես շատ բարձր եմ գնահատում Մակրոնի արածը համաեվրոպական ծրագրերի ուղղությամբ, ու իմ կարծիքը բացարձակ չի մնկնում Ֆրանսիայի բնակիչների կարծիքի հետ։ Ոչ թե նրա համար, որ ես տեղյակ չեմ, թե իրանք ինչի են դժգո, այլ ուղղակի ես այլ տեսանկյունից եմ նայում Հայաստանի շահի տեսանկյունից, իրանք իրանց տեսանկյունից, որ կուզենային, որ հարկերը ցածր լիներ, կուզենային գները բարձր չլինեին, իրանք նորմալ կենսամակարդակ ունենային, դժվարություններ չունենային։ Մենք այդ ձևով չենք նայում այդ ամեն ինչին։ Շատ հարգում ենք իրանց կարծիքը, բայց այդ ձևով չենք նայում։ Այդ իսկ պատճառով իր աջակցությունը կոնկրետ Փաշինյանին, երբ որ ինքը իր երկրում սկի այդքան ձեն չունի, դա ավելի շատ վնաս էր, քան օգուտ։ Իհարկե այս բաները մեր մոտ հաշվի չեն առնում։ Ասում են Մակրոնն ասեց, վերջ։ Ինչ է դրա վերջ։ Հա, ուզում ասեմ, J.D. Vance-ն էլ եկավ Նիկոլ Փաշինյանի պաշտպանելու հետ կապված, ասեց, դա էլ առանձնապես ազդեցություն չի ունենա։ Որտեղ եթե հիմա խոսում են, որ այմակգան թրիփի հետ կապված կակտիվացնեն եւ այլ, թրիփի հետ կապված փաստաթղթերը ակտիվացնելը չի հարցը լուծում։ Մինչև Իրանի հետ իրանք հարցը լուծեն եւ ինչ պայմանավորվածություն ձեռք բերեն, որի արդյունքում մենք իմանանք, որ վտանգված չի Ամերիկայի հետ գործընկերությունը։ Հա, բարեբախտաբար այսօր խոսում են, որ համարյա մոտեցել են համաձայնության գալուն, իսկ դա նշանակում է, որ համենայն դեպս մենք դրանից միայն պետքա ուրախ լինենք, որովհետեւ պատերազմը ոչ մի լավ բան չի բերում։ Բայց դրան էլ կանրադառնանք, հիմա ուղղակի հասկանանք, որ եթե զուտ մտածում ենք, որ աջակցություն Նիկոլ Փաշինյանին, ով ասեք, որ չի աջակցում։ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան։ Իսկ եթե այդ բոլորն էլ իրար հետ ունեն հակասություններ, նշանակում է գործնականում բոլորը պահանջատեր են։ Բա մենք հայտարարեցինք, աջակցեցինք, դե հիմա դու մեր բաժինը կտաս։ Դրանից գործին օգուտ չի, բայց ստանալիքի հետ կապված պահանջատեր են դառնում։
Եվ նայենք, որ Ռուսաստանը շարունակում է բավական կոշտ իր հռետորաբանությունը Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դա պետք է ուղիղ ընդունել։ Նրան թվում է, թե տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով կարող է արևմուտքում իր համար կեղծ հեղինակություն վաստակել, վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը։ Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ ԵԱՏՄ-ն։ Մոսկվայի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե որևէ հայ առաջնորդ։ Հիմա հասկացաք, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Վլադիմիր Վլադիմիրիչին հավատարմության երդում էր տվել, այդ ժամանակ իրանց ընկերը Նիկոլ Փաշինյանն էր։ Եվ խոսում էին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունը լավ եւ այլ եւ այլ, բայց հիմա ասում են, եթե դու մեզ դեմ գնացիր, մեր գործընկերը ժողովուրդն է, այսինքն կպաշտպանենք ժողովրդի իրավունքներն ու կենսական շահերը։ Իսկ Ռուսաստանը ոնց է պաշտպանում, հազիվ թե մարդիկ տեղյակ չեն։ Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան եւ ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի հապկի եւ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները, նրա գործողությունները հետևանքներ կունենան, նշել է Մեդվեդևը։ Հերթական անգամ ասեմ, ինչքան էլ Մեդվեդևը անլուրջ ու ցինիկ գործիչ լինի, նա ներկայացնում է Ռուսաստանի պաշտոնական տեսակետ, եւ մենք պետք է իմանանք, որ Պուտինը ոչ իր բերանով, բայց նման գնահատական է տալիս Հայաստանին։ Սա ինձ կարելի է ենթադրել, որ իրանք դեմ կլնեն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ոչ։ Նիկոլ Փաշինյանին ասում են իմացի մի բան, որ դու այն ինչ որ մեզ հետ պայմանավորվել ես, այդ գծից մի միլիմետր անգամ չես շեղվելու։ Իսկ հիմա Արադ Միրզոյանի պատասխանել ասենք ու նոր ամփոփեմ դա։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյան, այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են։ Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական մնացած բոլոր կապերը խզելու։ Մենք տրամադրված ենք, ուզում ենք եւ ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները եւ խորացնել դրանք, նշել է արտգործնախարարը։ Հարցին այդ դեպքում ինչի համար են նմանատիպ հայտարարությունները, այն էլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, Միրզոյանը պատասխանել է, չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, վստահ էլ չեմ։ Շատ չեմ էլ հասցնում քարոզարշավի ընթացքում հետևել, բայց ենթադրում եմ դուք էլ մասնագիտացած եք այդ ոլորտում, որ հարց եք տալիս, խելացի անձնավորություն եք, փորձեք ձեր ենթադրությունները անել, ասել է Արադ Միրզոյան լրագրողին։ Պատկերացնում եք, լրագրողը արտաքին գործերի նախարարին հարցնում է, ասում է, ես մեզ սենց բան են մեղադրում, ասում է, զբաղված եմ քարոզարշավով ու շադիր չեմ եղել։ Ժողովուրդ ջան, քարոզարշավով մենք էլ ենք զբաղված, զորք չկա տենց, ապարատ չունենք տենց։ Մեր համակիրների, մեր թիմակիցների հետ ենք գնում քարոզարշավի, իսկ աշխատանքները փորձում եմ իմ ուժերով անել, ցանկացած վայրում որոներ, մեկի խնդրենք, մեկի տուն մտնենք, որ կարողանանք նկարենք, որ ձեր հետ շփվենք։ Արտաքին գործերի նախարարն ասում է, քարոզարշավով զբաղված էի, չեմ հետևե թե ինչ հայտարարություն են արել, դուք պատկերացնում եք։ Ես որ տենց բան ասեմ, կասեք, լավ էլի, սովորել ենք արդեն ինչքան զբաղված լնես, մեռածել լնես, պետք է մեր հետ շփվես, հիվանդել լնես, պետք է շփվես։ Դուք սկի ինձ չեք ների։ Պետական պաշտոնյան արտգործնախարարն ասում է, քարոզարշավով զբաղված եմ, դրա համար չեմ հետևել, ինչ են արել։ Լրագրողին ասում է, դե դու ինձանից լավ գիտես էլի, այնա դու ասա էլի, էլ մտամը չի ես հարցնում, վայ Տեր Աստված, բա դու տեղ ինչ ես անում, բերաշկի ես ուտում, այդ աս էր մակարդակը, բայց հիմա եզրակացությունը նկ ինչ է այսպես ստացվում, ինչ են օրվա մեջ մի քանի պաշտոնյա Ռուսաստանից դա ասում, որովհետև իրանք ասում են, բանենք պայմանավորվել, մի միլիմետր չես շեղվելու, այսինքն բա ասում ենք մենք ինչ խիշխան պետություն ենք, 5 տարի առաջ 5 տարի ֆորպոստ էինք, վերջապես զոհերով, ավերածությունների գներով, տարածքային կորուստի գնով, վերջապես ազատագրվեցինք Ռուսաստանի կապանքներից, սենց եք ազատագրվել, որ ինքը ասում է ինչ որ խոստացել ես, եկել ես հավատարմության երդում ես տվել, մի միլիմետր անգամ շեղվես, դեմ ենք տալու քեզ։ Մենք հիմա ավելի կախված ենք, քան այն ժամանակ, որտեղ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 4 տարի Եվրոպայի հետ բանակցելուց հետո
գնաց մի օրվա մեջ գնաց մաքսային միության միացավ ու դա գիտաֆանտաստիկ խայտարակություն էր, դրա մասին շատ ենք խոսել, բայց դրանից հետո հասավ նրան, որ 15 թվականին դառնալով ԵԱՏՄ անդամ 17 թվականին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրվեց, այն հապավումը սեպան որ կա, այսինքն նույնիսկ ինքը կարողացավ Ռուսաստանին համոզի, ասի եկել եմ քեզ միանամ, բայց գոնե Եվրոպայի հետ իհարկե համարժեք չի սեպան եւ ԵԱՏՄ-ն, անլուրջ կլներ համարժեք լիներ, որտեղ սա միություն է, սա համագործակցություն է, բայց նույնիսկ դրան հասնելը անգամ Սերժ Սարգսյանը, որին համարում ենք ընդհանրապես Ռուսաստանի գերի, Սերժ Սարգսյանին հաջողվեց սեպան, Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում չի կարողանում սկի սեպայի պարտավորության կեսը կատարի, որտեղ ավելի է խորացել ԵԱՏՄ-ի մեջ, ավելի շատ, քան Սերժ Սարգսյանը, էս եք փոխել, Սերժին եք մերժել, դուք եք մերժել, թե նստել եք աթոռին շարունակում եք Սերժի գործը, ինքը ձեր հետ չի, բայց իր բարի միտքը ձեր հետ է, սահմանադրության ու մնացած հարցերի տեսքով, բայց դրա համար Ռուսաստանը նույնիսկ թեթև քայլը դեպի Եվրոպա չի ներում, 24 ժամ ասում եք մենք դուրս չենք գալու ԵԱՏՄ-ից, մենք հարաբերություն չենք փչացնելու Ռուսաստանի հետ, ասում են ոչ, այդքանը բավարար չի, ավելին պետք է ասես ու անես, ինչի, բա մենք ոնց որ անկախ պետություն չէինք դարձել, այդքան կորուստների գնով, որին ասել ենք չենք հավատում, ինձ էլ ասում են ինչ չես հավատում, էլի, օրինակ ինչի չես հավատում, այդ տենում ես Փաշինյանը ոնց է մեզ պոկել Ռուսաստանի ճիրաններից, լուրջ եք ասում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, ռուսական գազի գինը Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց լավ գիտենք, չէ՞ որ Երևանը հիմա դուրս չի գալու, ինչ է այսօր սա ընտրությունից առաջ դեմ տալիս, բայց դա պետք է պատասխանի մեր իշխանությունները, ոչ թե արտգործնախարարը լրագրողին ասի, դե ինչ ես հարցնում, այնա գիտես էլի ինչ ես հարցնում, դու էլ քո համար մի բան պատասխանի, այսինքն լրագրողը պետք է ինքը հայլու դեմը կանգնի, ինքը իրանից հարցազրույց վերցնի, էլի, որտեղ մենք արտգործնախարարը զբաղված է քարոզարշավով, Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ, Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամներ են եւ շարունակում են երկխոսության մեջ մնալ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ, միաժամանակ զարգացնելով իր հարաբերությունները Եվրոպայի հետ, այսինքն այդ ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ասել է, Պուտինի համար դա միանգամայն ընդունելի է եղել, այո, մնում ես այս տիրույթում եւ ցանկանում ես Եվրոպայի հետ լավ ալնես, լավ եղի, ինչ է այսօր հռետորաբանությունը կոշտացել, ի՞նչն է պատճառը, Այն ժամանակ Փաշինյանը պարզաբանել էր, թե ինչ որ պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության վերաբերյալ, եւ դա կարվի հանրակրվեով, այսինքն հենց հայ ժողովուրդն է ասելու իր վերջնական խոսքը, ասել է Պեսկովը, հա բայց մինչեւ հարցը հասնի հանրակրվեի, Նիկոլ Փաշինյանն ասում է այնքան պետք է զարգանանք, հասնենք այն կետին, որպեսզի մենք ժողովրդին դիմենք, այդ կետին երբեք չես հասնի, որտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունները չես ուզում փչացնես, ԵԱՏՄ-ից չես ցանկանում դուրս գաս, ոնց ես հասնելու այդ կետին Այդ կետին կարող ես հասնել միայն այն ժամանակ, երբ որ մենք ներկայացված լինենք խորհրդարանում, եթե մեծամասնություն կունենանք, հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Ու եթե մենք այսօր խոսում ենք Եվրամիության անդամակցության մասին, դրան զուգահեռ խոսում ենք արևմտյան անվտանգային համակարգի մասին, առաջնահերթությունը տալով եվրոպական։ Եթե Եվրոպան նույնիսկ այսօր անվտանգային կառույց չունի, բայց բավական ճկուն անվտանգային հարաբերություններ ունի, որը մեզ համար բավարար կլինի, եթե ասենք քեզ հետ գործընկեր ենք, այդ հարցն ես վերցնում քեզ վրա։ Եթե մենք նույնիսկ մեծամասնություն չունենանք, կօգտագործենք խորհրդարանի հարթակը, մեր կապերը կօգտագործենք միջազգային հանրության հետ շփվելու, այսօր մենք ինչի պետք է այդքան խնդրեմ ունենայինք, որ մարզերում
մի մասը մեզ ճանաչել, մի մասը չէ։ Գնալով շեշտակիորեն ավելանում է ճանաչելու թիվը, բայց մենք ինչի՞ այդ խնդրեմ ունեինք, որովհետև օլիգարխ չէինք, որովհետև ամբողջ երկրով չէինք ողողը մեր պատկերները եւ ամբողջ համացանցը մեզանով չէինք ողողը։ Վաղը մյուս օրը խորհրդարանական հարթակը կօգտագործենք, մարդկանց հետ կաշխատենք, կգնանք, ստորագրավակ կազմակերպենք, կպարտադրենք օրվա իշխանությանը, եթե մենք չենք, որ այդ հանրակրվեն անի, ինչպես որ ասում են ժողովուրդն է որոշելու։ Այո, ժողովուրդն է որոշելու, ուրեմն մենք էլ պետք է օգնենք, որ ժողովուրդը այդ հարցում որոշի։ Դրա համար հիմա դուք հասկացաք ինչու է վիճակը, Ռուսաստանը ինչու է մեղադրում Հայաստանին, իսկ հիմա նաև նորից մեկ անգամ եւս պարզաբանեմ, թե ինչն է հարցը, որ այդքան ես սկզբունքային կարևորում եմ, որ դուք ամեն օր տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս սրտիկ, խոսում խաղաղությունից Ալիևի հետ, երբ որ մենք Ալիևին չենք վստահում, եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի երաշխիքներին էլ չենք վստահում, որտեղ ասելա, ես չլինեմ պատերազմ ալնելու։ Այսինքն հանկարծ Ալիևը տեսավ, որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է, ով էլ գա իշխանության այդ պայմանավորվածությունը չի կատարելու, պետք է Նիկոլ Փաշինյանին օգնի ագրեսիայով, որ Փաշինյանն ասի տեսակ ձեր մեղքով ինչ եղավ։ Այսինքն այսօր ամեն օր դուք տեսնում եք մի հատ խաղաղության սրտիկ եւ մի հատ ամեն օրվա բացահայտումներ, որ գնալու է պատերազմ, որ էսա լինելու, որ դրսից ցանկանում են երկիրը վերցնեն, որ դիվերսիա են անում, որ չգիտես ինչ են անում եւ այլ եւ այլ։ Դուք այդ խաղաղությունը որտեղ եք տեսնում, ժողովուրդ ջան, որ տենց հանգստացել եք։ Համար մեկ անգամ եւս բացատրեմ, ինչու են շատ ծանր տանում, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը խորհրդարան մտնի անկախ մանդատների քանակից, որովհետև եթե փորձելու են տանեն բախման, մենք կանգնենք ու ասենք, էս ինչ եք անում։ Պետք է գանք արանքում կանգնենք, պետք է ժողովրդին կոչանենք փողոց դուրս գա, ոչ թե բախման դուրս գա մեկի դեմ, այլ կանգնի պաշտպանի մեր պետականությունը, որտեղ այսօր մեր պետականության նկատմամբ ոտնձգություն է։ Փաշինյանը եթե տեսնի իշխանությունը կորցնում է, Ադրբեջանին տաղ կբերի մեր վրա։ Ռուսամետ ուժերը եթե տեսնեն չի հաջողվում իշխանության գալ, Ռուսաստանի աջակցությանն են դիմելու, Ռուսաստանն էլ ասում է ես հայ ժողովրդի ընկերն եմ, ոչ թե Փաշինյանի։ Լեովին արդարացված է, գալու է մեզ փրկեն։ Պետք չի որ Կարմիր բանակը գա, այդ հին ժամանակներն անցել են։ Հիմա Կարմիր բանակը 102-րդ բազայի տեսքով Հայաստանի տարածքում է։ Էլ չեմ ասում, լայս բանը նայեք, զինվորագրվածներին նայեք քաղաքացիական, որոնք պատրաստ են Ռուսաստանի շահերի համար զոհվել ու զոհել, չեք տեսնում։ Իսկ դրա համար մի բան է պետք, ժողովուրդ ջան, որ մենք ունենանք հնարավորություն ժողովրդի անունից հանդես գալու։ Իսկ ինչով է դա էականորեն տարբերվում մանդատի համար։ Դրա համար բացատրեմ ձեզ։ Հոդված 94 Հայաստանի սահմանադրության։ Իհարկե կարող եմ կարդալ ձեզ համար, որ դուք էլ մանգակ գտնեք սահմանադրությունը հոդված 94-ը, բայց քանի որ դա անգիր գիտեմ, ցույց չտամ էլի թե կարդում եմ։ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Կաշկանդված չէ։ Հրամայական մանդատով։ Իսկ որևէ մեկ իրեն չի պատվիրակել գնաս իր ներկայացնես։ Առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։ Սա կարող եք բացել, հիմա համարեք կարդացի։ Եվ կարդաք, հիմա ես ձեզ բացատրում եմ։ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, որովհետև սա մեծամասնական ընտրակարգ չի, որ պատգամավորը ներկայացնի կոնկրետ իր ընտրատարածքը։ Համամասնական ընտրակարգը ընտրություններին մասնակցում են քաղաքական ուժերը։ Պատգամավորը ընտրվելով անկախ նայած քանի տոկոս ձայնով նա ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Ինչպես իշխող ուժը անկախ նայած քանի տոկոս ձայն ստացել, ձևավորում է կառավարություն եւ ամբողջ երկրի կառավարությունն ալնում, ոչ թե նրանց ով իրան ձայն է տվել, որտեղ նրա գործունեության կամ անգործության պատճառով դրանից կախված է մեր կյանքի որակը, մեր երկրի ներկան ու ապագան։ Նույն ձևի պատգամավորը, որը անգամ 4% ձայն ստանա, նա համաձայն սահմանադրության ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Չեն կարող ասել քանի տոկոս է ստացել ժողովրդի անունից խոսում ես։ Սահմանադրության անունից եմ խոսում։ Վաղը ունենալով մանդատ մենք կարող ենք դիմել ժողովրդին, ասենք օգնեք մեզ, բախումը կանխենք։ Չունենանք մենք մանդատ, ասենք ժողովուրդ օգնեք մեզ կմեղադրենք, ասեն ընկեր ջան, այդ ինչ ես խոսում։ Ժողովուրդը ձեզ չընտրեց, ինչ եք, ում անունից եք դուք հանդես գալիս։
Երկու հատ էլ հայտարարություն կանես կգան կալանավորեն, չենք վախենում կալանավորելուց, բայց գործ չենք կարող անել։ Դուք հասկացաք ինչի համար է իրանց պետք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հանկարծ չանցնի, որովհետև եթե իրան դուրս չեկավ ընտրության արդյունքները, կարող է դիմի ժողովրդին։ Եթե տեսնի երկիրը տանում է բախման, կարող է դիմի ժողովրդին, կարող է գա արանքները կանգնի ժողովրդի մանդատով։ Իսկ հիմա պետք է ասեն, ընկեր ջան, ինչա պատահ է։ Նեղացեք գնացեք ձեր տանը նստեք էլի։ Հա թող տան իրար սպանեն, բա որ ձեզ չեն ընտրել, դուք ինչ եք իրանց պաշտպանում։ Այն չեք գնացել արանքներն ընկել։ Չեք հասկանում, որ այս թիմին պետքա բախումը լինի, որպես Ռուսաստանի աջակցությամբ իշխանությունը վերցնեն։ Այս թիմին պետքա բախումը լինի, որպես ռեպրեսիաների դիմեն։ Եթե հանկարծ տեսեն ուժները չի պատում, Ալիևի աջակցությամբ հարցը լուծեն։ Որ Ալիևը անկարգություններ անի սահմանին կամ Սյունիքի նկատմամբ, ասի ոնց որ պայմանավորվածությունները խախտվում է, այս ինչ է կան, բայց բան եք խոստացել։ Չգիտեք հիմա ինչ է կատարվում։ Ու հիմա ավելի պարզ դες ոնց բացատրեմ, որ ինչի համար է դա մեզ պետք։ Որ ներկայացնենք ժողովրդին, ամբողջ ժողովրդին, քանի մանդատ ուզում է ունենանք։ Դրա համար ժողովուրդ ջան, հիմա երբ որ դուք հրաշալի հասկանում եք, որ այս երկու կողմի տված խոստումները օդ է, եթե դու չես լուծել գլոբալ հարցը մենք ձեզ ասում ենք, որ նա լուծել է։ Այո, Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հայտ ներկայացնել։ Դրա համար սառնասրտորեն, հանգիստ գնում եք եւ ձայն եք տալիս Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի նախագահն ու վարչապետի տեխնացուն Գուրգեն Սիմոնյանն է։ Ես այդ ցուցակի մեջ ներգրավված եմ, չեմ ասում իմ որերորդ տեղը, որ հանկարծ թյուրիմացություն չառաջանա համարը նշեմ, որովհետև ընտրացուցակում կուսակցությունը 4-րդ համարն է, 4 թիվ է հիշեք, էլի։ Հա, եւ այդ պարագայում դուք ունենում եք շանս բախումը կանխելու, վերջ։ Որտեղ այն մարդիկ, ովքեր ձեզ ինչ-որ խաղաղություն են խոստանում, ընտրության արդյունքով են խոստանում, օդա դա։ Այն մարդիկ, ովքեր ձեզ աշխատատեղ ու չգիտես ինչ են խոստանում, էլի ընտրության արդյունքով են խոստանում, օդա իրանց ասածը։ Իրականություն չի, եթե ինքը իշխանությունը չի վերցրել։ Ինչի մասին է խոսքը։ Բանուն բանը մենք ենք ասում։ Ոչ թե իրանցն ենք ասում, այլ ասում եք քաղաքական որոշումը կայացրեք։ Այդ մարդիկ այդ ինչ որ ասեցին, դա ձեր գլուխը հալելու համար է, աշկերը թոս փչելու համար է։ Իսկ հիմա նայեք ինչա կատարվում, մի քանի բան գոնե հասցնենք հասկանալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ԱՄՆ լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար։ Այս պահին սեղանին կա շատ լավ առաջարկ սահմանափակ ժամկետով միջուկային բանակցություններ սկսելու վերաբերյալ, եւ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասնել դրան։ ԱՄՆ կամ կհասնի Իրանի հետ լավ համաձայնագրի կամ հարցը կլուծի այլ կերպ։ Դե նկատ ունի պատերազմով, բայց ամեն օր մենք դա լսում ենք, ամեն օր տեսնում ենք, որ ինքը այդ քայլին չի գնում եւ հույս ունի, որ կկարողանա հարցը կարգավորել։ Ներողություն։ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանը կոշտ եւ աննախադեպ պատասխան կտա Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցի շրջանում ցանկացած թշնամական գործողության։ Ռեզային նշել է, որ ճնշման կամ ռազմական միջամտության փորձերի դեպքում Թեհրանը պատրաստ է լուրջ պատասխան միջոցների դիմել, ներառյալ հնարավոր ծովային շրջափակումը ճեղքելուն ուղղված գործողությունները։ Ռեզային զգուշացրել է, որ Իրանի հնարավոր քայլերից մեկը կարող է լինել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալը, եթե երկրի հասցեին ճնշումն ու սպառնալիքները շարունակվեն։ Հակամարտության հետագա շարունակությունը լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ տնտեսությանը եւ ամերիկյան հասարակությանը։ Այս իհարկե սպառնալիքները դուք լսում եք, բայց այնպես չի, որ մոտ չեն հարցի կարգավորմանը։ Չնայած դե գիտեք, այս հարցում վերջնական լուծումը նույնիսկ եթե լինի, պետքա վստահ լինեն, որ խնդիր լուծվեց։ Քանի պատճառը վերացված չէ, այդ լարվածությունը շարունակվելու է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ առաջ են ընթանում, սակայն վերջնական համաձայնագրի կնքման համար նոր պարտադիր նախապայման է սահմանում։ Տարածաշրջանի իսլամական երկրները պետք է միաժամանակ ստորագրեն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման Աբրահամի համաձայնագրերը։ Թրամփը նշել է, որ կայացած հեռախոսազրույցների ընթացքում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի,
Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի եւ Բահրեյնի ղեկավարներին փոխանցել է իր պահանջը։ Եթե այս երկրները հրաժարվեն միանալ հաշտության պատմական գործընթացին, ապա չպետք է մաս կազմեն Իրանի առջև սպասվող մեծ գործարքին, քանի որ դա ի ցույց կդնի նրանց վատ մտադրությունները։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ համաձայնագրի կնքումից հետո պատրաստ է տեսնել նաև հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը Աբրահամի համաձայնագրերի կազմում, ինչը Մերձավոր Արևելքին կբերի աննախադեպ տնտեսական հզորություն և խաղաղություն։ Իհարկե հասկանանք ի վերջո ինչա ուզած է Դոնալդ Թրամփի։ Աբրահամի համաձայնագրի իր առաջի պաշտոնավարման ժամանակ ինքը նախաձեռնեց մի քանի արաբական երկրներ, որ հարաբերությունները կարգավորեն Իսրայելի հետ, որովհետև ժամանակին առաջի քայլը այդ ուղղությամբ արել է Եգիպտոսը 1978 թվականին, որ խաղաղության համաձայնագրերը ստորագրեցին Իսրայելի հետ Քեմփ Դեվիդում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի ժամանակ, հետագայում դա Հորդանանի հետ կապված տեղի ունեցավ, որից հետո բավական ժամանակ այդ ուղղությամբ հաջողություններ չկային։ Դոնալդ Թրամփը փորձեց իր առաջի պաշտոնավարման ժամանակ 2020 թվականին արդեն այդ Աբրահամյան համաձայնագրի հետ մի քանի արաբական երկրների համոզել, բայց երբ որ արդեն բախումը եղավ, Համասը հարձակվեց Իսրայելի վրա, Իսրայելը պատասխան հարված հասցրեց Գազային, որոշ երկրներ ասին չեղավ, մենք Իսրայել հետ չենք գնա, իսկ հատկապես ամենալուրջ դերակատարությունը Սաուդյան Արաբիան էր։ Հիմա ինչ է ստացվում։ Թրամփը հիմա տեսնում է, որ եթե չի գնում խաղաղության, չի ստացվում հարցը, բայց եւ եթե գնում է խաղաղության, դժգոհ համնում Իսրայելը, որովհետեւ ասում է, ինչ հարց լուծվեց, որ եթե Իրանի հետ մենք նորմալ հարաբերություն ունենք, Իրանը իր տնտեսությունը զարգացնի, Իրանը միշտ է կարող է գաղտնի միջուկային զենքեր ստեղծի կամ բալիստիկ հրթիռներ ստեղծի ցանկացած իրավիճակի փոփոխության ժամանակ սկի պայմանագրին բանի տեղել չդնի եւ Իսրայելին կործանարար հարված հասցնի։ Այսինքն հիմա արդեն Դոնալդ Թրամփը հասկանալով, որ հարցը չի լուծվում սրանով, նույնիսկ եթե ասում է 95% փաստաթուղթը համաձայնեցված է, ենթադրենք համաձայնեցիր, թղթի վրա համաձայնեցրեցիր, որից հետո իրավիճակ փոխվեց, Թրամփի դիրքերը թույլատան եւ մեկ էլ Իսրայելը կործանարար հարված ստացավ։ Իսրայելը կարողանում է սրի Դոնալդ Թրամփին եւ ասում է դու պետք է կատարես Բիբիի հանձնարարությունը։ Դոնալդ Թրամփը ծանր է տանում, որ ամբողջ աշխարհը գիտի, որ Բիբին է իրան հանձնարարում Բենյամին Նեթանյահուն։ Բայց եւ միևնույն ժամանակ հիմա սպասեք գոնե այս երկրներին բարիշացնենք Իսրայելի հետ, հարցը լուծեմ, որ գոնե վստահ լինեմ, որ հետագայում ինչքան էլ իրավիճակը բարենպաստ չլինի, Իսրայելը խնդրեմ չունենա։ Չի լուծվելու այս հարցը Իսրայելի համար, որովհետեւ շատ մեծ նշաձող վերցրեց Դոնալդ Թրամփը Բենյամին Նեթանյահուի խելքին ընկնելով, որի պարագայում ինքը լրիվ դժվարություններ ստեղծեց։ Շարունակի պատերազմը ոչինչ չի տալի, հոխորտանքը ոչինչ չի տալի։ Ցամաքային գործողությունները աբսուրդ է, որովհետև չի արդարացնելու Իրանին դու ցամաքային գործողություններով չես հաղթի։ Կետային հարվածներ հասցնելը որևէ հարց չի լուծում։ Եվ այս պարագայում նույնիսկ եթե կարծում ենք, որ կհաջողվի Իրանից բոլոր երկրներին Իսրայելի հետ բարիշացնել, այսպես ասած, փաստաթուղթ ստորագրել տալ, դա այդքան էլ հավանական ես չեմ համարում։ Կյանքը ցույց կտա, եթե կսխալվեմ, կասեմ կներեք, ես սխալվեցի, որովհետև այսպիսի նշաձող, ինչպես սահմանում է Դոնալդ Թրամփը, դա փորձում է անհամատեղելին համատեղել։ Այսինքն արաբական երկրների անվտանգությունը չկարողացավ Թրամփը պահի, իրանք դարձան խոցելի, այդ բազաները ոչ թե ծառայում էին այդ երկրների անվտանգությանը, երբ որ նրանց անվտանգությանը ոչ մի վտանգ չէր սպառնում, այլ թիրախ դարձան Իրանի համար, եւ այդ մարդիկ հասկացան, որ հարցը չի լուծվում։ Հիմա էլ Դոնալդ Թրամփը փորձում է նրանց խաթրն առնելը մի քիչ զոռ է, ինչ է անելու։ Այդ մարդիկ նեղված են, որովհետև հասկացան, որ գերագնահատված էր Ամերիկայի աջակցությունը։ Հիմա նրան ասում է դե լավ, որպեսի խնդրեմ չունենա, եկեք բոլորով իրար բոլորին բարիշացնեմ մի հատ փաստաթղթի շուրջ։ Անհամատեղելին համատեղեմ, էլի։ Չի ստացվելու դա։ Դա չի ստացվելու։ Հիմա հասկացանք, մի օր Իրանը կներկես Ամերիկայի դրոշով, մի օր Գրենլանդիա, մի օր Վենեսուելան, մի օր Կուբան, հարցը դեռ լուծված չի։ Իսկ քանի այդ հարցը լուծված չի, մենք պետք է նկատի ունենանք ներողություն,
որ մեզ համար էլ խնդիր է։ Այս ակտիվությունը վաղը կգա Մարկո Ռուբիոն եւ որոշակի կտարածվի, թե ինչ լավ բաներ ենք անում։ Իրանի այդ հարցը չլուծվեց, մենք խնդիր ենք ունենալու։ Եթե ժամանակ ունենք մի բան կարդամ, հա, չէ լավ։ Ձեզ շատ չհոգնեցնեմ, այդ վաղը ձեզ կներկայացնեմ, հիմա ուղղակի պարզապես ամփոփեմ, ժողովուրդ ջան, ընտրության հետ կապված վաղն էլ մենք ամենայն հավանականությամբ Երևանում կշրջենք, շտաբից այսօր արդեն կիմանանք ինչ ենք անելու, բավական ակտիվ ձևով հասարակության հետ շփվում ենք, ինչքան որ ի վիճակի ենք մարդկանց բացատրում ենք եւ այն ինչ որ մարդիկ գլխի ընկան, թե ոնց են մեր պետությունը տանում բախման եւ այդ պետության բախման տանելու պարագայում միակ լուծումը, որ ես ձեզ առաջարկեցի, դա հենց այնպես չի։ Հարգելիներս, նրանք 22 տարի դուք ինձ լսել եք, հազվադեպ եմ եղել, չէ, ես որևէ մեկի մասին ես դրական կարծիք հայտնեմ, որովհետև ես դրականը սազնարնել մեկին գովելու խնդիրը չի, մենք խնդիր ենք ուզում լուծենք, խնդիրները, ռիսկերը գնահատենք, կառավարենք, ոչ թե դնենք մեկը մեկի կենաց խմենք։ Բայց երբ որ ես ասում եմ այս պահին Գուրգեն Սիմոնյանի տարբերակը միակ տարբերակն, այսինքն այլընտրանքին այլընտրանք չկա, ես այդ ամեն ինչը հաշվարկած եմ ասում, էլի, հազիվ թե դուք չհասկանաք, որ ես եթե տեսնեի, որ դա այդպես չի, ես ոչ միայն դա չէի ասի դրական դեր կայացնեմ, ասի վաղը մյուս օրը չես իմանա ինչ կլինի, ինչ եմ ես իմ խոսքի արժեքը գցում, բայց ինչ էի գնում պինդ կողքը կանգնում ու ասում տերենք ամեն ինչին, իրար հետ այս ամեն ինչը անում ենք, ուրեմն այն վստահությամբ, որ ես ասում եմ, ուրիշ տարբերակ ուղղակի չկա, տանելու են երկիրը բախման, մի ձև կա, մտնենք արանքը թույլ չտանք, դրա համար պետք է մանդատ, շատ կունենանք մանդատ, մենք կկառավարենք իրավիճակը, ոչ մեկը մեծամասնություն չի ունենա, որի պարագայում չի կարողանա երկիրը տանել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, մեկը մեծամասնություն չունի, կանգնում է փողոցալուծում, ասում է ընտրության արդյունքը չեմ ճանաչում, բայց այն մյուսն էլ մեծամասնություն չունի։ Մրցող թիմը նայել չունի։ Այդ դեպքում առաջի հարվածը, առաջի ալիքը կոտրեցինք, ժամանակ ունենալու քայլ անելու համար։ Այնպես որ կարծում եմ նրանք, ովքեր հավատում են իմ խոսքին, գիտեն չէ, որ ընտրությունը մի քանի օր հետո է, չէ, բայց իրար դեմ դիմաց նստելու ենք, մի հատ հասկանանք, չէ, ինչ կատարվեց։ Այո, իշխանությունը պատրաստ է լիավճռականությամբ ռեպրեսիաների։ Այո, իշխանությունը նաև բացահայտում է, որ Ռուսաստանից հատուկ գալու են ապակայունացնել։ Ասում է դա որպեսի կալանավորի, որպեսի կոտրի, իսկ որ չկարողանա կոտրի, այն մյուս կողմն է մտածի, եթե կոտրեց, վաղը մյուս օրը իրանց բոլորին նորից կոխելու է բանտերը եւ եղած ունեցած չունեցածը սա խլի, դուք չգիտեք, որ մահու կենաց կռիվ է, էլ ոնց է ալնում։ Մարդեր կանգնի ասի պատրաստ ենք ուրիշի կռվին, դա մեր կռիվը չի։ Մահու կենաց կռիվ, բայց դա մեր պետության կռիվն է։ Մահու կենաց կռվի ժամանակ գանք արանքը մտնենք, կանխեն, ասեն չէ, սպասի, չէ, ինչ որ ես իմ անկապ մեկը ուրիշ կարծիք հայտնում, կարող է դուք ինչ որ մեկի խաղն եք խաղում։ Այս այնտեղը չի, որ ասենք դե որ տենցա գնացեք ինչ անում եք արեք։ Մեր պետությանն է վերաբերվում, նեղանալ մի կողմ քաշվելը որն է։ Իսկ թվում է ինձ հասկացաք ժողովուրդ ջան, դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։